Հայաստանի նկարիչների միությունը կրկին մարդաշատ է այս անգամ, սակայն ոչ ցուցահանդեսի բացման առիթով։ Գդանսկի հայկական տարեգրքի շնորհանդեսն է նվիրված լեհական այդ քաղաքի հայկական միության գործունեության 10-ամյակին։ Տարեգրքի հեղինակը Գդանսկ քաղաքի հայկական միության հիմնադիր Լեհաստանի նախագահի մրցանակակիր գեղանկարիչ Գագիկ Պարսամյանն է։ Շատ ուրախ եմ, ես շատ շփոթված եմ, որտեղ նոր եմ այդ գիրքը տեսնում երեխայի պես եւ ուրախացած եմ, որտեղ նաեւ ինչ որտեղ երեխա է։ Միանգամից ասեմ, որ նաև մտքովս չի անցնի, որ մենք շնորհանդեսը Հայաստանում պետք է մեր գրքի շնորհանդեսը Հայաստանում լիներ։ Պարսամյանի խոսքով գրքի վրա աշխատել է 13 հոգանոց խմբի հետ, որոնք երկար ժամանակ ուսումնասիրել են հայ-լեհական կապերն ու մշակութային հաղորդակցությունը։ Գրքում ներառել են Գդանսկի հայկական միության 10-ամյա արխիվը, նշանակալի իրադարձություններ, միջոցառումներ։ Շատ ուրախ եմ, որ ես Հայաստանում եմ, ուրախ եմ, որ ստացված օրասա Ուրախ եմ, որ ջերմ ընդունելություն ա եղել, ինչ ասեմ, հուզված եմ, չգիտեմ, ես ձեզ բոլորիդ հրավիրում եմ մեզ մոտ։ Հայաստանի նկարիչների միության նախագահն ընդգծում է գրքի բարձր արժեքը, սերունդներին ներկայացնելու Լեհաստանում հայկական հետքը, նաև երկու ժողովուրդների բարեկամության, մշակութային երկխոսության պատմությունը։ Լեհաստանում շատ հայ արմատներով անվանի մարդիկ են եղել, գործել եւ դրանցից մեկը հենց Գագիկ Պարսամյանն է, ով այս 10 տարիների ընթացքում, ճիշտ է նա ասում է 10 տարի, բայց դա շատ էլ ավելի տարիներ են, եւ բայց մասնավորապես այս 10 տարիները նրա վարած մշակութային քաղաքականություն ինձ թվում է չի մնա անտեսված։ Գդանսկ քաղաքում գրքի շնորհանդեսը նախատեսված է դեկտեմբերի 13-ին։ Յուրա Վահանյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։